Առաջիկա 3 տարում ավագ դպրոցները ֆինանսական փորձություն կանցնել։ 9-րդ դասարանցիների փոքր թիվը կփոքրացնի դպրոցների բյուջեն։ Ոլորտի գլխավոր պատասխանատուն հորդորում է ուսուցչական սեղանին մոտենալ նաև մենեջմենթային գիտելիքով։ Պետք է օպտիմալ տարբերակ գտնել, այս գործում նաև կրթության նախարարությունը կօգնի։ Այլապես ուսումնական տարվա վերջում ֆինանսական պարտքեր կուտակած տնօրենները հրաժեշտ կտան պաշտոնին։ 2 տարի հետո, 3 տարի հետո մենք ունենում ենք նորից աշակերտական թվի աճ։ Ամենամեծ խնդիրը հիմա դիմանալ այս գալիք 3 տարիներին։ Փողի պակասը կստիպի կրճատումներ անել։ Արմեն Աշոտյանը հույս ունի, որ դրանք մասսայական բնույթ չեն կրի եւ անցավ կընթանան։ Նա լավ տարբերակ է համարում սերնդափոխությունը։ Հայաստանը Եվրոպայում ամենատարեց ուսուցչական կազմն ունի, ինչը ըստ ամենաինտերակտիվ նախարարի խնդիրներ է ստեղծում նորագույն տեխնոլոգիաները համակարգում ներդնելիս։ Ըստ Աշոտյանի անպատրաստ կադրերն ավելի դանդաղաշարժ են դարձնում կրթական համակարգը։ Խնդիրները պայմանավորված են նրանով, որ կյանքի կոչող մարդիկ չունեն պրոֆեսիոնալ համապատասխան ունակություններ եւ պատրաստ չեն փոխել ու փոխվել։ Հետևաբար կրճատումները պետք է լինեն նորից կրկնեմ, բացարձակ արդար։ Իսկ աշակերտներին դպրոցից հեռացում կսպառնա, եթե գերազանցեն թույլատրելի բացակայությունների շեմը։ Սեպտեմբերի 1-ից ավագ դպրոցի աշակերտները ավելի ուշադիր պետք է հաշվեն իրենց բացակայությունները։ Այժմ դրանց սահմանը 120-ից 200-ի փոխարեն կլինի 80-ից 120 ժամ։ Նախարարությունը ստիպված է խստացնել հսկողությունը, որ հատկապես 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում բացակա աշակերտների թիվը չանցնի 10%։ 200 ժամի պարագայում վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատերը դիտավորյալ չեն գալիս դասի։ Հայաստանը աստիճանաբար կրթության ձևի հետ կփոխի նաև բովանդակությունը։ Համակարգում գերակա դիրք ունեն հումանիտար առարկաները։ Սա խորհրդային տարիներից մնացած ժառանգությունն է, որ հանգեցրել է բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրության նվազման, հետևաբար համապատասխան մասնագետների պակասի։ Բովանդակային ու կառուցվածքային կրթական փոփոխությունները կամփոփվեն կրթության զարգացման պետական նոր ծրագրում։ Նախարարությունը սկսում է մշակել փաստաթուղթը։ Նազելի Գրիգորյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։